Բարև հայր ջան, այսօր 2025 թվականի հունիսի 12-ն է։ Ծննդյանս օրով այսօր ես հիմա Հանրապետության հրապարակում եմ ու ուզում եմ մի խոստովանություն անել բոլորիդ մաքսիմալ պարզ ու անկեղծ։ 6 տարի շարունակ ես ու իմ զինակիցները պայքարել ենք հանուն Հայաստանի ու նրա լուսավոր ապագայի։ Մենք հավատում ենք, որ ժողովուրդը կգնա ճշմարտության հետևից։ Բայց մենք թույլ տվեցինք մի սխալ։ Մենք պատրաստ չէինք այն ստոր ու էժանագին գրոհին, որը կազմակերպել էին մեր դեմ։ Մեզ զրպարտեցին, մեզ մեղադրեցին, մեզ նույնիսկ դավաճանեցին, բայց մենք չենք անհետացել, մենք չենք փախել, մենք լույսի բանակն ենք, մենք պարզապես լռեցինք, որ նորից բարձրանանք։ Մենք հերոսներ չենք, մենք սուրբ չենք, մենք սովորական հայեր ենք, ովքեր անկախ ամեն ինչից չենք հանձնվել։ Մեզանից յուրաքանչյուրն իր սրտում կրում է հայրենիքի կրակը, որը հնարավոր չի մարել։ Ու այդ կրակը վառվում է բոլոր նրանց սրտերում, ովքեր մեզ հավատալով հիմա նայում են այս տեսանյութը։ Մենք անցանք ցավի ու դավաճանության մեջով, բայց մեր նախնիների հպարտությունն ու ուժը հոսում է մեր երակներում։ Ու այսօր, երբ թվում է, որ ամեն ինչ փլուզվում է, սկսվում է նոր գլուխ։ Հայր ջան, մենք միասին ավելի ուժեղ ենք, քան որևէ սուտ կամ զրպարտանք։ Եթե դա այդպես չլիներ, ապա յուրաքանչյուր դեպքում, յուրաքանչյուր դրվագում զրպարտանքները դուրս կգային հաղթանակած։ Սա ուղղակի ժամանակի հարց է։ Ու դա է պատճառը, որ ես հիմա կանգնած եմ ստեղ ասելու վերադարձիր, միացիր, ոչ ինձ, այլ քեզ։ Մենք չենք պարտվել, մենք պարզապես դեռ չենք սկսել։ Եթե դու քո մեջ զգում ես դեռ այդ լույսը, եթե սիրտդ ցավում է Հայաստանի համար, ուրեմն մի վախեցի քայլ անելուց։ Մի ամաչեք ձեր զգացմունքներից։ Մի սպասեք, որ ինչ-որ մեկը որոշի ձեր փոխարեն։ Ես հասկանում եմ, ձեզանից շատերը հիասթափվել են։ Շատերը հավատացին ստին ու զրպարտանքին։ Շատերը շրջվեցին մեզանից։ Դա իմ պատասխանատվությունն է։ Բայց մենք չենք հանձնվում։ Մենք այսօր կանգնած ենք ստեղ այս երկրի, այս հողի վրա, քանի որ սիրում ենք նրան։ Ոչ պաշտոնների համար, ոչ փառքի համար, այլ նրա համար, որ սա մեր հայրենիքն է։ Ու այսօր ես չեմ խնդրում ձեզ, որ կուրորեն ինձ հավատաք։ Ես խնդրում եմ ընդամենը, որ բոլորդ նայեք ձեր սրտի մեջ ու հարցնեք. ցանկանում եք ապրել ես ստի ու բամբասանքի, հայհոյանքների, նախանձի ու անեծքների, բանսարկության ու զրպարտանքների մեջ, թե կառուցել երկիր, որտեղ իշխում է գնահատանքն ու ճշմարտությունը, բարեկեցությունն ու հաղթանակները։ Հա, ես կատարյալ չեմ, նորից եմ ասում, մենք սխալվեցինք, բայց մենք երբեք չենք դավաճանել մեր հողին, ոչ մի անգամ դեմ չենք գնացել մեր ժողովրդին։ Սա հստակ իմացեք։ Ու եթե դուք հավատում եք, եթե գտնում եք, որ Հայաստանն արժանի է վերածննդի, ուրեմն կանգնեք մեր կողքին։ Ոչ իմ համար, այլ ձեր երեխեքի ապագայի համար։ Ուզում եմ հստակ իմանաք, ես հայ եմ, ես Կարեն Արայանն եմ, ու ես չեմ հանձնվել։ Իսկ դուք վստահ եղեք, եթե չեք հանձնվել, ուրեմն ձեր մեջ կուտակված էներգիան, զայրույթը ու արդարության վերականգնման ձգտումը տարաքելու է հենց ստեղ, որտեղ ես հիմա կանգնած եմ։ Ուրիշ վայր գոյություն չունի։ Ուրիշ տեղ չկա, ուրիշ մեկն էլ չկա, ում հետ կարող եք վերականգնել արդարությունն ու Հայաստանին բերել վերածնունդ։ Սա թող իմանան մեր բոլոր ընկերներն ու թշնամիները։ Վերածնունդը սկսվում է նորովի, ոչ թե շարունակվում է։ Ես նորից եմ ասում, մենք ոչ թե պարտվել ենք, այլ պարզապես դեռ չենք սկսել։
Սա ընդամենը թեթև մարզանք էր։ Ամբողջ կեղտը մաքրվելու է մեր ճանապարհից ու առաջ Աստված։ Ամբողջ տիեզերքի առաջ, Աստծո կամոք, հայի սրտի ցանկությամբ ու աջակցությամբ։ Հայաստանի վերածնունդը լինելու է։ Լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Ja, ich hab 15 Cent mehr.